Քննարկում ենք ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրության հարցը։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին։ Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցը քննարկում է կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7.1 մասի համաձայն, եթե ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված նույն թեկնածուն 3 անգամ չի ընտրվում, ապա այդ տեղակալի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված եւ քննարկում է ազգային ժողովի նախագահի հաջորդ տեղակալի ընտրության հարցը։ Եթե ընտրվել է ազգային ժողովի նախագահի առնվազն 1 տեղակալ եւ ազգային ժողովի նախագահի մյուս տեղակալների ընտրության հարցերի քննարկումն ավարտվել է, ապա ազգային ժողովի նախագահի 3 տեղակալների ընտրությունների հարցի քննարկումն ազգային ժողովի առաջին նստաշրջանում համարվում է ավարտված եւ քննարկում է օրակարգային հաջորդ հարցը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի առաջին պաշտոնում թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին, համեցեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրում Հայկ Կոնջորյանին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար ձայնը կրկին տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրում Վահագն Ալեքսանյանին։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։